Հայրենասիրությունը։ Ես Նիկոլ Փաշինյանի մեջ տեսնում եմ հայրենասիրություն, չնայած հիմա որոշ մարդիկ, որ ընդդիմադիր հայացքներ ունեն, ֆեյքերով կսկսեն աղմաղ բաներ գրել, անկախ դրանից հայրենասիրությունը, որը որ չեմ տեսել մնացած մարդկանց մեջ այդ աստիճան, ինչ որ ես այս մարդու մեջ եմ տենում։ Մեր կորուստներից հետո ուժ գտնել, զարգանալ ու դեպի առաջ գնալ, դա մեծ քայլ է մեր վարչապետի կողմից։ Այնքան հարցերի շուրջ կարամ փաստերով ասեմ, որ փաստեր կա ամեն ինչի մեջ։ Թեկուզ օրինակ լավ, անցում անենք մի հատ Ղարաբաղի հարցի հետ մի հատ հատված, կարելի է։ Ղարաբաղը ասում են հանձնեց Նիկոլ Փաշինյանը։ Սոցհարթակներում կա պարզ ինֆորմացիա, ոնց է հանձնվել Ղարաբաղը։ Չնայած որ պատերազմի ընթացքում մարդիկ առաջ եկան, թշնամիները մեզ, չէ՞, հակառակորդ կողմը, լավ, սենց ասած։ Առաջ եկան, սպանեցին մեզ, գրավեցին։ Մենք դա չտվեցինք, դա վերցրեցին այդ բանին։ Հաստացի տենց է դուրս գալիս։ Տալն ու վերցնելը տարբեր բաներ են։ Հետ վերցնելու համար պետք էր բավականաչափ հզորություն, որը որ տվյալ բանին չունեինք, որ կարելի է դիտարկել մնացած տարիների կառավարումը իրար հետ։ Մենակով էինք, չէ՞։ Ես ուզում եմ հիշեմ, ուր էր մեր դաշնակից Ռուսաստանը, որ այդքան այսօր ինչ-որ ռուսամետություն եմ ես տենում։ Չեմ կարող հիշեմ, որ մեզ օգնում էր։ Քաղաքացիների շրջանում եք տեսնում այդ ռուսամետությունը, թե նկատի ունեք որոշ քաղաքական ուժեր։ Թողեմ հարցական հասկացողները բոլորը կհասկանան, որտեղ եմ տեսնում։ Հայրենասիրությունը։ Ես Նիկոլ Փաշինյանի մեջ տեսնում եմ հայրենասիրություն, չնայած հիմա որոշ մարդիկ, որ ընդդիմադիր հայացքներ ունեն, ֆեյքերով կսկսեն աղմաղ բաներ գրել, անկախ դրանից հայրենասիրությունը, որը որ չեմ տեսել մնացած մարդկանց մեջ այդ աստիճան, ինչ որ ես այս մարդու մեջ եմ տենում։ Մեր կորուստներից հետո ուժ գտնել, զարգանալ ու դեպի առաջ գնալ, դա մեծ քայլ է մեր վարչապետի կողմից։ Այնքան հարցերի շուրջ կարամ փաստերով ասեմ, որ փաստեր կա ամեն ինչի մեջ։ Թեկուզ օրինակ լավ, անցում անենք մի հատ Ղարաբաղի հարցի հետ մի հատ հատված, կարելի է։ Ղարաբաղը ասում են հանձնեց Նիկոլ Փաշինյանը։ Սոցհարթակներում կա պարզ ինֆորմացիա, ոնց է հանձնվել Ղարաբաղը։ Չնայած որ պատերազմի ընթացքում մարդիկ առաջ եկան, թշնամիները մեզ, չէ՞, հակառակորդ կողմը, լավ, սենց ասած։ Առաջ եկան, սպանեցին մեզ, գրավեցին։ Մենք դա չտվեցինք, դա վերցրեցին այդ բանին։ Հաստացի տենց է դուրս գալիս։ Տալն ու վերցնելը տարբեր բաներ են։ Հետ վերցնելու համար պետք էր բավականաչափ հզորություն, որը որ տվյալ բանին չունեինք, որ կարելի է դիտարկել մնացած տարիների կառավարումը իրար հետ։ Մենակով էինք, չէ՞։ Ես ուզում եմ հիշեմ, ուր էր մեր դաշնակից Ռուսաստանը, որ այդքան այսօր ինչ-որ ռուսամետություն եմ ես տենում։ Չեմ կարող հիշեմ, որ մեզ օգնում էր։ Քաղաքացիների շրջանում եք տեսնում այդ ռուսամետությունը, թե նկատի ունեք որոշ քաղաքական ուժեր։ Թողեմ հարցական հասկացողները բոլորը կհասկանան, որտեղ եմ տեսնում։